Տիկին Վարդանյան, դուք որպես առողջապահության իրավունքի մասնագետ, ինչ կասեք այս մասին, որ կերակրող մորը ձերբակալել են, սա ինչ հետևանքների կարող է հանգեցնել։ Այսօր շատ աննախադեպ դեպք է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, սա ամեն անգամ չի լինում, նախընտրական շրջանում, այսպես ասած, իրականացվող հերթական ես չակերտներում ասած շոուն է եւ կերակրող մայրը մեր Գոհար Ղումաշյանը այսօր գտնվում է հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս պահին ամենայն հավանականությամբ հարցաքննվում է, ամենայն հավանականությամբ։ Սակայն կան լուրջ առանձնահատկություններ, որովհետեւ մեր գործընկերը, մեր կուսակցության անդամը ինքը տեսեք, ինքը կերակրող մայր է եւ ունի շատ նորածին բարեկամ։ Մոտ 2 ամսական բալիկի մասին է խոսքը։ Հայաստանի Հանրապետությունում եւ ընդհանրապես աշխարհում ընդունված է մոր եւ մանկան առողջության առաջնահերթությունը, նրանց իրավունքների, նրանք առանձնահատուկ մոտեցումների։ Տեսեք, երեխան պետք է առնվազն 3 ժամը 1 կերակրվի, նա խնամք է անհրաժեշտ, նրան մայրական, այսպես ասած, եւ խնամքը, եւ կերակրելը, եւ մոր ներկայությունը երեխայի չլինելը ստրես է, կոնկրետ այս պարագայում ստրես է, հետևաբար այս ամենը հաշվի առնելով կերակրող մոր նկատմամբ վերաբերմունքը պետք է բխեր Հայաստանի Հանրապետությունում գործող, եթե իհարկե կարող են գործող ասել, այսինքն հաստատված իրավական նորմերից, այսինքն մոր եւ մանկան, այսպես ասած, իրավունքների պաշտպանությունից, այն բոլոր միջազգային կառույցների, որոնց մենք այսպես ասած հավատարագրված ենք, ինտեգրված ենք որպես պետություն եւ պետք է այս ամենը հաշվի առնել, բայց ինչպես տեսնում եք, ինչպես բոլորին, այսինքն հասարակ քաղաքացիներին, հասարակ ինիկատիվ ունեն, որ առանձնահատկություններ չունեցող քաղաքացիներին Գոհարին նույնպես բերել են ու դեռ չգիտենք երբ կարող է այս հարցաքննությունը վերջանալ, սա ստրես է բալիկի համար եւ ոչ միայն մոր, ոչ միայն ընտանիքի, այլ նաեւ նորածին երեխայի համար։ Այո, անհամադրելի է, մոտեցումը պետք է լիներ տարբերակված, միանշանակ, որովհետեւ նորից եմ կրկնում, մոր եւ մանկան իրավունքներն ու առողջությունը առաջնային է եւ բոլոր մնացած իրավունքներից բոլոր։ Ինչ եք կարծում, սա իշխանության վախերն են, որ արդեն կանանց են բերման ենթարկվում, ձերբակալվում։ Միանշանակ վախերն են, միանշանակ։ Կարելի է շատ հանգիստ, պլանային ձևով ուղարկել, այսպես ասած, ծանուցումը, պլանային ձևով Գոհարը կպայմանավորվեր, այսպես ասած, այսպեսի շոկային վիճակի մեջ չէ լինի, հարցերին կպատասխաներ, եթե ունեն հարցեր, եթե իրականում ինչ-որ խնդիրներ կան, որի հիման վրա քրեական պատասխանատվություն պետք է ենթարկվի կամ կան հարցեր։ Ես եկեք կանխավարկածը որևէ ձևով անմեղության կանխավարկածը թողնենք եւ ես ուղղակի համոզված եմ, որ ոչ մի այդպես ինչ որ քրեական խնդիր չի լինելու, բայց եթե նույնիսկ ունեն իշխանությունները կամ կոմիտեն, խնդրեմ, հանգիստ պլանային կանչեին, հրավիրեին, կարծում եմ, որ նա շատ կանոնավոր տիկնոջ մասին է խոսքը, նա շատ հանգիստ կգար եւ այդ բոլորին կպատասխաներ, բայց քանի որ ունենք այնպիսի նախընտրական իրավիճակ, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում եւ նույնիսկ տարբերակում չի դրվում կերակրող մոր նկատմամբ, ցավոք։ Դուք եւս կուսակցության անդամ եք, կին եք, դուք չեք վախենում, որ այս ռեպրեսիաները նաեւ ձեր վրա հնարավոր է ինչ-որ արդյունք ունենան։ Եթե պայքարի մարդ մտնում է պայքարի մեջ, ուրեմն նա բոլոր ռիսկերը կանխատեսել է եւ հոգեբանորեն